Ողջույն, Հարայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ և մոտակա րոպեների ընթացքում ձեզ կներկայացնեմ ստուգված, օգտակար և իհարկե մատչելի տեղեկատվություն ձեր առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու սեռական խանգարումներին։ Խնդիր, որի մասին շատ-շատերը նախընտրում են լռել։ Բայց ոչ մենք այսօր խոսելու ենք, պարզաբանելու ենք և օգնելու ենք, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Գնացինք։ Նստակյաց կյանք, ալկոհոլ, ծխախոտ, թմրադեղեր, վերամշակված անառողջ սնունդ։ Սրանք ոչ միայն օրգանների ախտահարումների, այլև սեռական խանգարումների պատճառ կարող են դառնալ։ Արտաքին այս գործոնները խաթարում են կանացի էստրոգեն և տղամարդու տեստոստերոն հորմոնների արտադրությունը, վտանգելով սեռական առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2025 թվականի տվյալներով այսօր աշխարհի բնակչության 1 միլիարդից ավելին բախվում է դեպրեսիայի խնդրին։ Տարիներ շարունակ գիտնականները փորձել են հասկանալ կապը դեպրեսիայի և սեռական խանգարումների միջև։ Ի վերջո գտել են։ 2024 թվականին ամերիկացի դեղագետ հետազոտողները գիտական ամսագրերից մեկում տպագրեցին իրենց զեկույցը։ Նրանք հաստատեցին վարկածը, որ հակադեպրեսանտները կարող են բերել սեռական մի շարք խանգարումների։ Հակադեպրեսանտների մեծ մասը խթանում է տրամադրության հորմոնի սերոտոնինի արտադրությունն օրգանիզմում։ Դրա բարձր մակարդակն իր հերթին ազդում է սեռական հորմոնների հավասարակշռության վրա։ Ուսումնասիրելով դեպրեսիա ունեցող 18-ից 64 տարեկան 900 մարդու, հետազոտողները նրանցից 19%-ի մոտ արձանագրեցին սեռական խանգարում։ Սա այն դեպքում, երբ հակադեպրեսանտներ ընդունելուց առաջ նրանցից որևէ մեկը չէր ունեցել սեռական առողջության հետ կապված խնդիր։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն է մեր տաղավարում։ Ողջույն։ Ողջույն, բարև ձեզ։ Նախ եւ առաջ հասկանանք, որն է ընդհանրապես խնդիրը։ Երկու հոգի ամուսնացան, թվում է ամեն ինչ լավ է, գեղեցիկ, ու հետո պարզվում է ինչ-որ խնդիրներ կան։ Ամենատարածված խնդիրները կարող ենք թվելով գնալ։ Ըստ էության, այո, իրավաց եք եւ սեռական խնդիրները ծագում եւ ավելի շատ երևում են եւ հայտնաբերվում են հենց այն ժամանակ, երբ որ զույգերը միանում են միմյանց եւ ամուսնության ժամանակ ըստ էության, եթե կային խնդիրներ, ապա դրանք սկսում են ավելի արկա եւ շատ տագնապալից տեսք ստանալ։ Ըստ էության, հայկական իրականության մեջ ինձ թվում է նաեւ այնտեղ միանում են ազգականները, բարեկամները, այո, եւ այն հարևանները, եւ այն միակ բացառությամբ ու չկա այնտեղ իրականում կոնկրետ օգնողը սեքսապաթոլոգը։ Եվ այդ ամբողջ այդ ուշադրության կենտրոնում գտնվելով զույգի մոտ որոշակիորեն խնդիրները կարող է էլ ավելի բարդանալ։ Պետք է ասել, որ տղամարդկանց մոտ սեռական խանգարումների մի քանի տեսակներ կան։ Այո, որոնք որ շատ ավելի հաճախ են հանդիպում, դա էրեկցիալ դիսֆունկցիան է տղամարդկանց մոտ, սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, վաղաժամ սերմաժայթքումը, սեռական խանգարումներով պայմանավորված նաև անպատվության խնդիրները։ Կանանց մոտ սեռական ցանկության նվազում, օրգազմի ֆունկցիայի խանգարումներ եւ սեռական ցիկլի ցավային խանգարումներ, դա վագինիզմն է եւ դիսպարեունիան։ Հիմա ձեր կարծիքով հայկական իրականության մեջ ես բժիշկ եմ, ես տերմինները հասկանում եմ, ես ամեն օր նման բուժառումներ տեսնում եմ, քանի տոկոսը մեր ազգաբնակչության օրինակ այս տերմինները հասկացավ։ Օրենքով 90%-ից ավելը պիտի իմանար, որովհետև դա նորմալ է, այսպես մենք տիեզերագնացությունից չէինք խոսում։ Ձեր կարծիքով իրականում։ Այո, այդ խնդիրը ունենք եւ դրա արմատները թաքնված են սեռակցության արմատներում, որտեղ որ այդ բացը կա մեր հասարակության մեջ եւ շատ հաճախ խնդիրները հենց գալիս են նաեւ վաղ մանկական հասակից սկսած այդ երիտասարդության շրջան, պուբերտատ հասակ, երբ որ սեռակցության հետ կապված խնդիրներ կան եւ խնդիրների հայտնաբերման եւ ինտերպրետացիայի եւ այդ համացանցային հորձանուտում բազմաթիվ կեղծ ինֆորմացիայի հանդիպելու պարագայում մարդկանց մոտ կարող են նույնիսկ առաջանալ դրանց հիման վրա առաջացած սեռական խանգարումներ։ Եկեք փորձենք տարբեր պաթոլոգիաները քննարկելով գնալ։ Էրեկցիալ դիսֆունկցիա, կոպիտ ասենք, չի ստացվում։ Ինչու՞։ Էրեկցիայի խանգարումը դա տղամարդու ամենահաճախ հանդիպող սեքսուալ խանգարումներից է։ Դա պատճառ է հանդիսանում հարաբերություն չստացվելուն։ Տղամարդուն պատում է ամոթի եւ տագնապի զգացողությունները, եւ դա ըստ էության շատ հաճախ տղամարդիկ ասոցացնում են իրենց առնականության կորստի հետ,
եւ այն հին տերմինոլոգիան, որը կար, իմպոտենցիա տերմինը շատ ավելի ճնշող ազդեցություններ ունեն տղամարդու վրա։ Պետք է ասել, որ էրեկցիայի երկու հիմնական գլխավոր խումբ պատճառներ կան, դրանք պսիխոէմոցիոնալ գործոններն են, ֆունկցիոնալ գործոնները եւ օրգանական գործոնները, այսինքն հիվանդությունները, որոնք որ օրգանապես բերում են սեռական անդամի սնուցման խանգարման։ Եվ հենց այս տարբերակի ճախտորոշումն է կարևոր, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ բուժում իրականացնել։ Ամենավատը իրականում ոչ այնքան հիվանդությունն է, ինչքան որ նաև դիմացինին համոզում են, ասում են, չէ, գիտես, դա նորմալ է, բոլորի մոտ էլ այդպես է, այդ խեղճ աղջիկն էլ հավատում է եւ շատ հաճախ գալիս է ասում է, գիտեք, ինձ մոտ անպտղություն է, երբ որ սկսում ես խոսել, քննարկել, իսկ ինչ հաճախությամբ, բարձում է, որ այնտեղ ընդհանրապես հարաբերություն չկա, բայց չգիտես ինչու աղջիկը համոզված է, որ ինքն է մեղավոր, որ չի հղիանում ու երեխաներ չի ունենում։ Վաղաժամ տղամարդկանց մոտ այդ սերմնաժայթքման խնդիրը նույնպես լուրջ խնդիր է, որովհետև վերջը ընտանիք է։ Լուրջ խնդիր է, այո, իրավացի եք եւ կան սեքսուալ խանգարումներ տղամարդկանց մոտ, որոնք խիստ արտահայտվածության դեպքում կարող են հանգեցնել նաեւ անպտղության խնդրի։ Դա վերաբերվում է հենց վաղաժամ սերմնաժայթքումը, որը որ ժամանակից շուտ սերմնաժայթքումն եւ տղամարդու կոնտրոլին չենթարկվող խնդրեմ է, ըստ էության այն կարող է պատճառ հանդիսանալ նաեւ անպտղության ձևավորման։ Եվ պետք է ասել, որ հարաբերության հետ կապված այնպիսի տևողություն պետք է լինի, որը երկուստեք հոգեսեքսուալ բավարարվածություն պատճառի զույգերին։ Տեսեք, խնդիրը սկզբից սկսում են զույգերը քողարկել, չեն ընդունում, որ այդպիսի խնդիր կա եւ շատ հաճախ տղամարդիկ են, որ պատրաստակամություն չեն հայտնում այդ խնդրի լուծման համար։ Պետք է ասել, որ միջին ստատիստիկ տևողություն, այո, պետք է լինի 4-ից 6 րոպեի շրջանում, դա բուն ակտի տևողությունն է, որը որ նաև պետք է ենթարկվի կոնտրոլի, այսինքն տղամարդը պետք է կարողանա ինքն իրեն վերահսկի։ Պետք է կարողանա այդ հմտությունը ունենալ վերահսկելու սերմնաժայթման տևողությունը։ Ներկայումս մի ծայրահեղ այլ իրավիճակ է շատ հաճախ արձանագրվում եւ նաեւ մեր եվրոպացի գոլեգաներն են դա արձանագրում, դա ուշացած կամ դժվարացած սերմնաժայթքումն, այն նրա հակառակ տարբերակը, հակադարձային մեկ այլ ուղղությունը, երբ որ սովորական հարաբերության ընթացքում տղամարդը ի վիճակի չի լինում կամ չի կարողանում ունենալ սերմնաժայթքում եւ սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ նաեւ անպտղության, ինչը նույնպես պահանջում է մասնագիտական բուժօգնություն։ Կանանց մոտ հիմնական խնդիրները, որ մենք տեսնում ենք, հանդիպում են, ինչ են իրենցից ներկայացնում։ Կանանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրները կարելի է թվարկել 3 հիմնական խմբերում, դա օրգաստիկ խանգարումներն են, անօրգազմիա, որը ներկայումս ավելի մեծ չափերի է հասել ստատիստիկ առումով։ Երկրորդ ամենահաճախ հանդիպող խնդիրների խումբը դա սեռական ցիկլի ցավային խանգարումներն են, դա վագինիզմն է, դիսպարեունիան, եւ պետք է ասել, որ նաեւ վագինիզմի պարագայում ներկայումս մենք ավելի հաճախ արձանագրում ենք նաեւ երկրորդային վագինիզմը։ Առաջնայինի դեպքում մենք խնդիր արձանագրում ենք հենց առաջին իսկ հարաբերության փորձի ժամանակ, իսկ երկրորդային առաջանում է արդեն որոշակի ժամանակահատված սեռական կյանքով ապրելուց հետո ինչ-ինչ պաթոլոգիական գործոններից, որը անհնարին է դարձնում արդեն հարաբերությունը որոշակի ժամանակահատված հետո։ Եվ կանանց մոտ շատ հաճախ հանդիպող նաև սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը, որը լուրջ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում ընդհանուր առմամբ ընտանիքում եւ զույգի մոտ։ Հիմա փորձենք լուծումների մասին խոսենք։ Լուծմանը հասնելու համար նախ եւ առաջ պետք է ընդունել, որ կա խնդիր։ Այսինքն չփորձել թաքցնել, չփորձել դիմացինին համոզել, որ բոլորի մոտ այդպես է, կամ դե դու ես մեղավոր, ես էստեղ ինչ կամ ընդհանրապես փնտրել մեղավորներ, վերջը դա երկու ամենահարազատ մարդիկ են, որոնք պետք է կարողանան իրենց կյանքը ինչ որ ձևով շտկել, կառավարել եւ վայելել կյանքը իրականում։ Ինչ խորհուրդներ կտաք, այսինքն ինչից քայլերը սկսել եւ ինչ սպասել իրականում հատկապես բժշկին դիմելուց հետո։ Նախ առաջին հերթին պետք է իրավացիեք զույգը պետք է արձանագրի խնդիրը։ Այդ վերլուծությունը, որը նա իրականացնում է, այսինքն այդ խնդրի վերհանումը, բարձաբանումը եւ որոշում կայացնելը, դա շատ կարեւորագույն քայլ է զույգի համար։ Շատ հաճախ մենք ականատես ենք լինում երևույթի, երբ որ տղամարդը կամ կինը քողարկելով խնդիրը, մտածելով, որ կարող է դիմացինին վիրավորի կամ կարող է որոշակի խնդիրներ առաջանալ, սկսում է քողարկել խնդիրը, բայց դա լրջագույն խնդրեմ է։ Զույգը երբ որ դիմում է մեզ, բայց պետք է արձանագրել, որ շատ հաճախ առաջին դիմողը լինում է հիմնականում տղամարդը, բայց մենք խնդրեմը ուսումնասիրելով պարզում ենք, որ այստեղ կարող է զույգային խնդիրը
տեղի ունենա եւ դրա համար մենք խնդրում ենք նաեւ կինը մասնակցի բուժման process-ին եւ ամբողջ process-ը չմնա միայն տղամարդու վրա, որովհետեւ պատճառներ կան կամ մեխանիզմներ կան, որոնք որ պայմանավորված են զույգային անդրադաշնակցության խնդիրներով։ Եվ այսպիսի համատեղ զույգային մոտեցումն է, որ ապահովում է սեռական դիսֆունկցիաների բուժման բարձր էֆեկտիվությունը եւ պետք է ասել, որ այն տրամադրվածությունը, որ եթե անհատը ունի կամ զույգը ունի, որ խնդիրը լիարժեք լուծվելու է, դա նրանք կնպաստի, որպեսզի նրանք ավելի պատրաստակամորեն եւ ավելի համարձակորեն դիմել խնդրի կարգավորմանը։ Շատ հաճախ մենք ունենում ենք մարդիկ, որոնք որ տարիքից ելնելով ամաչում կամ կաշկանդվում են, մտածելով, որ այս տարիքում չպետք է լինի սեռական կյանք եւ այն սեռական դիսֆունկցիան, որ նրանց մոտ առկա է, դե արդեն մեծ է։ Դա համարում են կարծես թե նորմա, բայց դա իրականում այդպես չէ եւ ժամանակակից սեքսոլոգիան ունի այդ բոլոր հնարավորությունները եւ դեղորայքային եւ մեթոդոլոգիական բուժման, որ ապահովի բոլոր տարիքային խմբերում կանոնավոր եւ առողջ սեռական կյանք։ Մինչև ինչքան որ ապրում է անհատը, այո։ 100 տարեկանից հետո լավ, կարելի է դադարեցնել։ Այսօր Հայաստանում զույգերի քանի տոկոսը մոտավորապես ձեր կարծիքով ունի սեքսոլոգիական խնդիրներ։ Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ 40-ից 60 տարեկան հասակային խմբում 10 զույգից մեկի մոտ առկա է սեքսոլոգիական խնդիր։ Սա Հայաստանի, ոչ միայն Հայաստանի, այլ նաև եվրոպական մի շարք երկրների հետազոտությունների արդյունքն են, եւ նաև մեր դիտարկումներից ելնելով մենք կարողանում ենք սա պարզել։ Հսկայական թիվ է։ Այո, բավականին մեծ թիվ է։ Ավելին ասեմ, նաև քանի գնում, որ շատանում են նաև ուղեկցող հիվանդությունները, դա սիրտանոթային խնդիրներն են, էնդոկրին խանգարումները, նյարդային համակարգի խնդիրները, ստրեսոգեն գործոնները, դրանք նույնպես նպաստում են, որ երկրորդային մեխանիզմով սեռական խանգարումների աճման տենդենս արձանագրել էլ ավելի։ Դուք ասում եք այսօրվա բժշկագիտությունը, սեքսոլոգիան թույլ են տալիս լավ արդյունքներ գրանցել։ Լավ արդյունքներ, այ ձեր նշած մի քանի պաթոլոգիաների համար։ Էրեկտիլ դիսֆունկցիա, քանի տոկոսը կարող է հույս ունենալ, որ դիմելով բժշկի կկարողանա շտկել խնդիրը։ Եթե չկան ուղեկցող լուրջ հիվանդություններ, այն է, եթե անհատի մոտ ընդհանուր առողջական ֆոնը գտնվում է լավ վիճակում եւ սեռական առողջության խանգարում արձանագրվել է միայն որպես սեքսոլոգիական առանձին խնդիր, ապա գրեթե 100% դեպքերում արձանագրվում է լիարժեք վերականգնում։ Վաղաժամ սերմնաժայթքում։ Վաղաժամ սերմնաժայթքումը նույնպես լիարժեք լուծելի խնդիր է եւ ժամանակային առումով հետեւողական աշխատանքի արդյունքում եւ դեղորայքային եւ մեթոդոլոգիական հատուկ սեքսոլոգիական մեթոդների կիրառմամբ հասնում ենք կատարյալ արդյունքի եւ անհատը կարողանում է արդեն ունենալ այն տևողությունը, որը նախընտրելի է տվյալ զույգի համար, իր եւ իր զուգընկերի համար։ Էլի համարյա միշտ։ Այո, մշտապես։ Կանանց մոտ վագինիզմ։ Վագինիզմը լիարժեք եւ գրեթե 100% լուծվող խնդիր է։ Ես պետք է արձանագրեմ, որ մեր ամբողջ պրակտիկայի ընթացքում շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում գրեթե չի եղել դեպքեր, որոնք որ չլուծվի այդ խնդիրը եւ լիարժեք անմնացորդ լուծվող խնդիր է։ Խնդիրը այն է, որ ուղղակի պետք է ավելի ժամանակին դիմեն, չթողնեն տարիներ անցնի նոր, որովհետև վագինիզմը լիարժեք, անմնացորդ եւ անհետևանք լուծվող սեքսոլոգիական խնդիր է։ Հարգելի հեռուստատողներ, հասկանում եք խնդիրը ինչումն է։ Խնդիրը կայանում է զուտ նրանում, որ չեն դիմում բժշկի։ Այսինքն պատկերացրեք, համարյա 10%-ը զույգերի ունի խնդրեմ։ Համարյա 10%-ը ունի խնդիր եւ բնականաբար լիարժեք ընտանիք չի, լիարժեք երջանիկ իրեն չի զգում, երկուստ էլ տանջվում են, ամեն մեկը իր մտքերով եւ այլն եւ դա բերում է բազմաթիվ խնդիրների։ Մյուս կողմից ունենք բժշկագիտություն, սեքսոլոգիայի ոլորտ, որտեղ մեր նշած ամենատարածված խանգարումների բուժումը հասնում է արդյունավետությունը հասնում է գրեթե 100%-ի։ Բայց ինչի չեն գալիս։ Հիմնականում խնդիրը ես փորձում եմ արձանագրել եւ այդ վերլուծությունը ցույց է տալիս, որ այն զույգերը, որոնք որ մեծ կարեւորություն կամ առանձնակի կարեւորություն չեն տալիս իրենց սեռական առողջությանը, ընկնում են կարիերայի հետևից, ընկնում են ընտանեկան խնդիրներ, կենցաղային խնդիրները խիստ անդրաբեռնում են նրանց եւ այս պարագայում չեն կարեւորում սեռական առողջությունը։ Այնինչ ապացուցված է, որ ընդհանուր առողջության որպես բաղկացուցիչ մաս սեռական առողջությունը ունի կարևորագույն
կարգավորող եւ ներդաշնակեցնող մեխանիզմ։ Այնպես որ եթե ունեք խնդիրներ, անպայման դիպեք բժշկի եւ վստահ եղեք, որ դրանք բոլորը իսկապես շտկվող խնդիրներ են։ Մի խղճացեք ինքներդ ձեզ, մի ամաչեք ինքներդ ձեզնից, ավելի լավ է զբաղվեք ձեզնով եւ ձեր առողջությամբ։ Հիշեցնեմ, իմ այսօրվա հյուրը սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանն էր, որը խոստացավ, որ համարյա բոլորին կբուժի։ Մնացեք մեզ։ Շնորհակալություն։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է այժմ եթերում եւ մենք ունենք հրաշալի հյուր, նեոնատոլոգ Արթուր Ջանազյանն է, դիմավոր ենք։ Ողջույն, Արթուր Ջանազյան։ Ողջույն։ Այսօր որոշել ենք խոսել ռոտավիրուսների մասին։ Շատ այսպես իրենց անբարեկիրթ, ոչ դաստիարակված կերպով պահող վիրուսներ են, որոնց այդ ծանոթությունները ոչ մի հաճույք ոչ մեկին դեռևս չեն պատճառել։ Ռոտավիրուսին այլ կերպ ասում են նաև աղիքային գրիպ։ Իր հիմնական ախտանիշը դա սուր լուծն է եւ որպես հետևանք սուր ջրազրկումը, շատ արագ ջրազրկումը։ Տեսեք, դուք ասացիք աղիքային գրիպ եւ մի տեսակ արդեն կարծես թե ասոցացվեց, որ սրանք աղիքային ինֆեկցիաներ են, բայց մենք կարծես թե տարբերակում ենք առանձին աղիքային ինֆեկցիաներ եւ ռոտավիրուս։ Այո, եթե տենց տարանջատատենք, կա բակտերիալ ինֆեկցիաներ եւ կա վիրուսային։ Ռոտավիրուսը դա վիրուսների ընտանիքից է եւ ախտահարում է ստամոքսային համակարգը, իր հիմնական ախտանիշները արտահայտվում են ոչ թե մեր վերին շնչուղիներում, այլ մարսողական համակարգում։ Մենք կարող ենք ենթադրել, որ եթե երեխայի մոտ այսպես լուծ է, փսխումներ է, ու մենք չգիտենք, սա բակտերիալ թե վիրուսային հիվանդություն է, մենք չենք կարող երեխային բռնել ու սկսել հակաբիոտիկներ տալ, այն հույսով, որ այ հիմա լուծը կկարգավորվի, որովհետև մենք այստեղ ունենք ոչ թե բակտերիաներ, որոնք բերել են այս հիվանդության, այլ վիրուսներ, եւ եթե մենք տալիս ենք հակաբակտերիալ պրեպարատներ, միջոցներ, ինքը չաշխատելու վիրուսի աշխատելու եւ ընդհակառակը ունենալու ենք ավելի վատ արդյունք։ Այո։ Ոնց ենք նախ եւ առաջ վարակվում եւ ոնց է ախտորոշվում հիվանդությունը։ Վարակման հիմնական ուղին դա կոնտակտայինն է։ Ուտելիքներից, խաղալիքներից, հիգիենայի պարագաներից եւ այլն։ Երբ մենք լավ չենք լվանում, օրինակ սնունդը, երեխաները կարող է ջրի միջոցով են ջուրը մաքուր չէ։ Միանշանակ ջրի միջոցով էլ հնարավոր։ Եթե դա ոչ գործարանային, այո, ոչ գործարանային կաթնամթերքեր միանշանակ դա հնարավոր է, բայց եթե խոսում ենք գործարանային, գործարանային առած անիմաստ է։ Գնացինք առաջ, վարակվեց։ Ինչքան ժամանակ հետո մենք վարակի հետևանքները լուծի ու փսխումների ձևով ու ջերմության կտեսնենք։ Մոտավորապես 5-6 օր հետո երեխայի մոտ սկսվելու է արդեն համառ լուծ, փսխումներ ու ամբողջ խնդիրն իրանում է, որ շատ արագ է տեղի։ Այո, շատ արագ է տեղի ունենում եւ ծնողը շատ հաճախ չի հասցնում երեխային խմացնել այնքան, ինչքան երեխան կորցրել է։ Եվ դա բերում է սուր ջրազրկման եւ երեխայի հոսպիտալիզացիայի։ Ամենավատ բաները կարող են տեղի ունենալ ջրազրկված երեխայի հետ։ Շատ վատ։ Բարեբախտաբար մենք ունենք վակցինա։ Ռոտավիրուսի։ Այո։ Ինքը ճիշտ է չի ապահովագրում 100%-ով, բայց եթե երեխան հիվանդանա, նա շատ ավելի թեթև կտանի, հոսպիտալիզացիայի ռիսկը զգալի ավելի ցածր կլինի եւ ինձ թվում է ծնողների ստրեսն էլ դրա հետ մեկտեղ։ Եթե մենք խոսում ենք պատվաստումների մասին, ապա Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է, որտեղ շատ կա բացասական ինֆորմացիա, բայց բարեբախտաբար այնուամենայնիվ ծնողների ճնշող մեծամասնությունը հաղթահարել են եւ մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը երեխաների բարեբախտաբար տանում է եւ անց են կացնում բոլոր պատվաստումները,
որի հետևանքով մենք առանձնապես մեծ բռնկումներ չենք ունենում։ Եվ ես եւս մեկ անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն ծնողներին, որոնք դա անում են, որովհետեւ դուք ոչ միայն ձեր երեխայի առողջությունն եք պահպանում, այլ նաեւ մյուս երեխաների, որովհետեւ պետք է լինի նաեւ կոլեկտիվ պատասխանատվության զգացողություն ունենալ։ Չի ստացվել, երեխան վարակվել է եւ երեխայի մոտ սուր փորլուծություն, սխումներ, այսինքն ջրազրկման, այսպես ինչ կարելի է անել։ Երեխային միանգամից տանել հիվանդանոց կարելի է սպասել 24 ժամ։ Ցանկացած լուծ, եթե 24 ժամից ավելի է, դա արդեն ուշադրության արժանի է, կախված երեխայի ընդհանուր ինքնազգացողությունից։ Պետք է երեխայի ջերմությունն իջացնել, որովհետև ամենաաստիճան բարձր ջերմությունը դա ավելացնում է երեխայի հեղուկների անտեսանելի կորուստները, այո, եւ խմացնել։ Մի րոպե, որ ջերմաստիճանից սկսած իջեցնեմ, 37.5 է իջեցնեմ։ Տեսեք, եթե գործ ունենք սուր ռեսպիրատոր հիվանդությունների հետ, ապա կարելի է մինչև 38 չիջացնել, որովհետև դա այն էֆեկտիվ ջերմությունն է, որը օգնում է որի ներքո օրգանիզմը էֆեկտիվ պայքարում է։ Եթե գործ ունենք աղիքային ինֆեկցիաների, սուր լուծի, ջրազրկումների հետ, իմաստ ունի այդ նիշը մի քիչ իջացնել, հատկապես եթե երեխան արդեն ջրազրկված է։ Ֆիքսենք, որ եթե աղիքային ինֆեկցիա է, ապա այստեղ չպիտի թողնենք երեխան ջերմի ընդհանրապես։ Հիշենք դրա մասին, այսինքն եթե սուր շնչառական ինֆեկցիա է, մենք թույլ ենք տալիս մինչև 38 ջերմություն ունենա, եթե դա աղիքային ինֆեկցիա է, ապա պահում ենք ջերմությունը նորմայի սահմաններում, չենք թողնում ջերմի։ Այո։ Ընդհանուր առմամբ ջերմության հետ կապված մի քիչ հակասական է։ Այո, ոչ շատ սուր վերաբերվել, շատ երեխաներ կան 8-8.5 ջերմության պարագայում թռչկոտում են։ Իրանց լավ են զգում։ Ու պետք չէ ջերմություն իջացնել։ Այո։ Երեխա կա 38-ի տակ արդեն շատ վատ է իրեն զգում, բնականաբար այդ մարդուն պետք է օգնես։ Այնպես որ անպայման չի առաջնորդվենք ինչա գրում ջերմաչափ մենք պետք է մի հատ երեխային էլ նայենք։ Ինչքան ժամանակ հետո է վերականգնվում երեխան սովորաբար միջինում 5-ից 7 օր է տևում ռոտավիրուսային ինֆեկցիան, բայց որից հետո երեխան արդեն կարող է լավ լինել, լավ զգալ իրան, դուք գնաք տուն, բայց նա դեռևս մի քանի օր կարող է լինել բարակիչ, սա ծնողներին ինֆորմացիա, որպեսզի նրանք եւս մի քանի օր մնան տանը երեխայի հետ։ Շնորհակալություն, հիշեցնեմ, մենք խոսում ենք ռոտավիրուսների մասին։ Մենք հիշեցնում ենք, որ Հայաստանում կա պատվաստումներ, դուք կարող եք համարյա ավելի քան 90%-ով ապահովել ձեր երեխայի չհիվանդանալը։ Եթե որոշել եք չեք արել, ապա նկատի ունեցեք, որ առաջին հենց նշաններն են ջերմություն, փորլուծություն, փսխումներ, ապա ուշադիր եղեք, որպեսզի երեխան չջրազրկվի, եթե տեսնում եք, որ սա էլ անցակ ավելի վատ եք դեպի գնում, ապա արագ դիմում եք բժշկական օգնության, որպեսզի ձեր երեխային օգնեն, որտեղ ջրազրկումը երեխաների պարագայում դա շատ վտանգավոր երևույթ է եւ պիտի չթողնենք, որ խորանա։ Արթուր Ճանազյանն էր մեր տաղավարում, մնացեք մեզ հետ։ Շնորհակալություն։ Հեղափոխություն սրտի փոխպատվաստման ոլորտում եւ աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրենքով արգելվում է ծխախոտի վաճառքը երեխաներին։ Առողջապահական ոլորտի նորություններ, որոնց մասին գուցե չեք լսել։ 2025-ի հուլիսին Միացյալ Նահանգների Հյուսիսային Քարոլինա նահանգի Դյուկի համալսարանական կլինիկայի բժիշկներին հաջողվել է փրկել 3 ամսական երեխայի կյանքը, նրան փոխպատվաստելով դոնորական սիրտ։ Վիրահատությունը բացառիկ է նրանով, որ դոնորական սիրտը դադարել է զարկել նախքան դոնորի մարմնից դուրս բերելը։ Առհասարակ, երբ պոտենցիալ դոնորի սիրտը դադարում է աշխատել, օրգանն արդեն անպիտան է համարվում փոխպատվաստման համար։ Սակայն այս անգամ բժիշկներին հաջողվել է նոր մեթոդ մշակել փրկելով մահացող օրգանը։ Արագ վերականգնման մեթոդը կիրառելով բժիշկները սրտամկանն անմիջապես տեղափոխել են ցածր ջերմաստիճանային միջավայր, հետո մշակել հատուկ լուծույթով, ինչն էլ կանգնեցրել է բջիջների հետագա վնասումը։ Մեթոդի հեղինակները շեշտում են, որ այս վիրահատությունը մի նոր էջ է բացում սրտի փոխպատվաստման ոլորտում։ Նախկինում անպետք համարվող օրգանները կդառնան պոտենցիալ դոնորական սրտեր, ավելի արագ եւ մատչելի դարձնելով փոխպատվաստումը։
Մալդիվները դարձել է առաջին պետությունն աշխարհում, որն արգելել է ծխախոտի բոլոր տեսակների վաճառքը երեխաներին։ 2025 թվականի հոկտեմբերին կղզու իշխանություններն օրենք են ընդունել, որով արգելվում է 2007 թվականից հետո ծնվածներին, այսինքն մինչև 18 տարեկան անձանց ծխախոտ վաճառել։ Վաճառակետի աշխատակիցներն այժմ պարտավոր են հաստատել գնորդի տարիքը եւ միայն այն դեպքում վաճառել ծխախոտը, եթե հաստատվի նրա չափահաս լինելը։ Ընդ որում նոր օրենքը վերաբերում է նաև զբոսաշրջիկներին։ Իդեպ նախորդ տարի Մալդիվներն արգելք մտցրեց նաև էլեկտրոնային ծխախոտի ներմուծման, օգտագործման եւ վաճառքի վրա։ Իսկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր հերթին հիշեցնում է, աշխարհի 74 երկրում օրենքով ամրագրված չէ այն նվազագույն տարիքը, որից հետո միայն թույլատրելի է էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։ 2024-ի տվյալներով աշխարհում 100 միլիոն մարդ, այդ թվում 15 միլիոն դեռահաս օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ։ Սա առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խոսքով բերելու է նիկոտինային կախվածության մի նոր ալիքի։ Դե շարունակում ենք հաղորդումը, սնվում ենք հաճույքով եւ մնում ենք առողջ Արմեն Մկրտչյանի հետ, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ բժշկական գիտությունների թեկնածու։ Մենք շատ լուրջ թեմա ենք այսօր քննարկելու, բժիշկ Մկրտչյանի հետ մենք խոսելու ենք, օրինակ դուք հիմա տեսնում եք սեղանի վրա այս սննդատեսակները, փորձեք կռահել ինչի պակասն ենք մենք փորձելու այսօր լրացնել հենց այս սննդատեսակներով։ Ինչ կավելացնեիք որպես հուշում։ Ես կավելացնեի լյարդ ու որոշ մրգեր։ Լյարդ, որոշ մրգեր եւ այն ինչ որ կա սեղանի վրա, կարծում եմ որ շատ-շատերը կռահեցին, որ մենք այսօր խոսելու ենք երկաթի մասին։ Երկաթի դեֆիցիտը, երկաթի պակասը ինչ է իրենից ներկայացնում։ Երկաթը մտնում է միոզինի կազմի մեջ։ Երկաթը մտնում է 150-ից ավել մեր օրգանիզմի կառուցվածքային մասնիկների մեջ։ Հեմոգլոբինը իրականում շատ կարևոր է նաև հեմոգլոբինում մասնակցությունը եւ հենց հեմոգլոբինը ցածր եղավ։ Ինչքան ուզում եք դուք մնացած ունենաք, դուք միևնույնն է լինելու եք թույլ, անաշխատունակ, անտրամադիր։ Ասեմ, որ բոլոր անեմիաների գերակշիռ մասը երևի 80%-ը դա երկաթ անբավարարությամբ պայմանավորված անեմիա։ Այո, հենց այդպես։ Որովհետեւ կամ երկաթ քիչ ենք ուտում, կամ վատ ենք յուրացնում, կամ արդեն հատուկ սպეციფიկ ֆերմենտոպաթիաներ են, որոնք արդեն կորցնում ենք։ Օրինակ ունենք առնահոսություններ, որոնց օրգանիզմը չի հասցնում այդքան վերականգնել, ինչքան ուզում ես կերպ։ Այնպես որ պատճառները շատ բազմաթիվ են։ Ինչ է նշանակում քիչ ենք ուտում։ Մենք օգտագործում ենք սնունդ, որտեղ կամ երկաթի չկա, կամ վատը յուրացվում։ Բնականաբար մեր օրական պահանջը, օրինակ քո օրական պահանջը, այլն մոտ 8 միլիգրամ է։ Եվ այո, այդքան կարող է եւ մենք չստանանք կամ չյուրացնենք։ Օրինակ ասենք նայեք, կան մթերքներ, որտեղ շատ պարունակվում է։ Եվ դու նայում ես, ես կան երկաթ է պարունակում 100 գրամ է, բայց այդքան երկաթի 1-2%-ն է յուրացվում։ Ամենակարևորն է, որ դուք երկաթը երբեք չչափեք ձեր կերածով։ Այո։ Որ դուք մի վերցրեք ու նայեք, չգիտեմ, ծիրանի ջրի 100 գրամ ծիրանի ջրի մեջ, հիմա անգիր չեմ կարող հիշել, բայց կա, գիտեմ, որ երկաթ քանի միլիգրամ կա, ու դնեմ հաշվեմ, ասեմ, 8 միլիգրամի համար ինձ չգիտեմ, պետք է այս երկու ջրերը ուտել, ես այս երկու ջիրը կերա ու ես իմ 8 միլիգրամը ստացել եմ։ Ոչ։ Չէ՞ որ այդ կերածի շատ փոքր հատվածն է ընդամենը ներծծվելու եւ յուրացվելու մեր օրգանիզմի կողմից։ Երկու ձևով է երկաթը սնունդի մեջ, հեմի երկաթ եւ ոչ հեմի երկաթ։ Հեմի երկաթը միայն կենթանականում է։ Օրգանների միսը, ասենք լյարդ, կարմիր միսը, ավելի լավ է յուրացվում։ Շատ ավելի լավ է յուրացվում, որտեղ հենց այդ ձևով է օրգանիզմը յուրացնում։ Մյուս ոչ հեմի երկաթը պիտի փոխվի հեմի երկաթի, որպեսզի կարողանանք յուրացնել։ Եվ այստեղ մեզ օգնում է վիտամին C։ Նայեք, մսից 20-25%-ը յուրացվեց։ Մրգերի մեջ կա ոչ հեմի երկաթ, բայց կա վիտամին C-ն, որը օգնում է, որ փոխակերպվի եւ մոտ մի 10-12%-ը յուրացնենք։ Եվ մենք ասում ենք, խառը սննդակարգի դեպքում 10-15%-ն է, մոտավորապես այդ ձևով հաշվարկեք, եթե ուզում եք հաշվել, թե ինչքան երկաթ յուրացրեցիք։ Իրականում մենք նշել ենք եւս մեկ անգամ նշենք, որ եթե արդեն կա պաթոլոգիկ վիճակ, այսինքն երբ որ կա արդեն ախտաբանական վիճակ, եւ մենք ունենք երկաթի պակաս, ապա միայն սննդակարգով դա լուրջ չի։ Չի կարող վերանալ։ Դա հնարավոր չի, որովհետեւ մեզնից ոչ ոք չի կարող այդքան երկաթ
ուտել կոպիտ ասած, որպեսզի վերականգնենք երկաթի պակասը։ Այստեղ արդեն գալիս է դեղորայքի ընդունելու անհրաժեշտությունը։ Ուրիշ բան, որ եթե դուք ուզում եք պահպանել ընդամենը բալանսը, ճիշտ քանակությամբ երկաթը, ապա այդ դեպքում կարող եք օգտագործել սննդամթերքը։ Ներքևի սահմանին է մոտ, բայց դեռևս չկա այդ արտահայտումը կլինիկական, այո, ավելացնելով սննդային երկաթը, մենք կհասնենք նորմալորան, բայց երբ որ արդեն շատ ցածր է, արեք գոնե սկզբնական սկսենք ճիշտ գրագետ դեղորայքային բուժում երկաթի պրեպարատներով, հետո արդեն անցնենք մսի մեջ երկաթ շատ կա։ բավականին, այո։ Կա ինչ-որ մի սննդատեսակ, որ եթե ես մսի հետ օգտագործում եմ, ապա այս երկաթը վատ կներծծվի։ Նայեք, այն սննդատեսակները, որտեղ կան օքսալատներ, ֆիտատներ, որ չեն թողնելու ներծծվի, Օրինակ, նույն օրինակ ասենք սպանախը, ավելուկը, իրենք չեն թողնելու, որ երկաթը մսից այսինքն ես յուրացվի։ միսը կերա եւ հետո օրինակի համար սպանախ կերա կամ ավելուկ կորավի Շատ երկաթ։ հետաքրքիր է։ Միսը օգնելու է, որ սպանախի մեջ երկաթը լավ յուրացվի մի քիչ։ Մի քիչ կօգնի։ Իսկ սպանախը չի թողնելու, որ այս երկաթը լիարժեք յուրացվի։ Բայց շատ տարօրինակ իրանք տենց շատ սիրում են իրար։ Բայց իրականում սպանախի եւ ավելուկի արած վատ գործը շատ ավելի շատ է եւ մենք ավելի շատ վնաս կկրենք, քան թե կստանանք մսի կողմից այ նրանց մեջի երկաթի յուրացումը։ Եվ եթե մենք, որտեվ ամեն դեպքում մսի ամբողջ երկաթն էլ հեմի երկաթ չի, եթե ես օգտագործեմ վիտամին C-ով հարուստ բանջարեղենի հետ, օրինակ ասենք պղպեղի հետ, չգիտեմ, այն մնացած երկաթն էլ ավելի լավ կհյուրացվի։ Իդեպ շատ արագ դա վերականգնել հնարավոր չի անգամ դեղամիջոցների օգնությամբ։ Այո։ Սովորաբար օրինակ ձեր կարծիքով, եթե մենք ունենք լուրջ խնդիր, ինչքան ժամանակ պետք է դեղորայք ընդունվի, հետո նոր անցնի։ Գոնե առաջին փուլը գոնե 1 ամիս, հետո պարբերաբար ստուգումներով, բայց ցավոք սրտի միշտ չէ, որ 1 ամիս հետո մենք արդեն պատրաստ ենք ուղակի պահպանողական սննդային թերապիայով ապահովելու, որտեվ եթե խնդիրը առաջնային չբուժենք, թե ինչու չի մնում, ինչ է հեռանում, ինչ է քայքայվում, ինչի լա, եթե աղիքային ներծծման խնդիրը, դեղորայքը տվեցինք, թեկուզ եւ այլն յուրացվեց, բայց հետո միևնույն աղիքային խնդիրը չենք լուծել։ Էլի չի ներծծվել, այսինքն անընդհատ շարունակել ենք այնքան, քանի դեռ հիմնական պատճառը, թե ինչու երկաթ չենք յուրացնում, մենք չենք լուծել։ Ինչ կասեք երեխաների մասին։ Երեխաներին իրականում, եթե վերցնենք 1 կիլոգրամի հաշվարկով, անհամեմատ ավելի շատ է պետք։ Աճի, զարգացման, մկանային զանգված ձևավորելու, օրգանների չափերը մեծացնելու համար շատ ավելի շատ է պետք, քան չափահաս մարդկանց։ Մենք խոսում էինք երկաթի մասին, հիշեցնեմ իմ հյուրը ԵՊԲՀ հիգիենա եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմեն Մկրտչյանն էր։ Երկաթը շատ կարեւոր է, երկաթը անհրաժեշտ է եւ մեծահասակների եւ առաջին հերթին իհարկե երեխաների համար։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, այսօր խոսելու ենք կոշտուկներից։ Կոշտուկը մաշկի սահմանափակ հաստատությունն է ծանրաբեռնվածության կամ շփման արդյունքում։ Կոշտուկները կարող են լինել սովորական, հանդիպել պարզապես հաստատությունների տեսքով եւ լինել ցավոտ։ Կոշտուկները սովորաբար հեռացվում են համապատասխան ապարատային գլխիկների եւ կտրիչների միջոցով եւ ոչ մի դեպքում չեն կատարվում լազերոթերապիա։ Շատ հաճախ մասնագետները խառնում են կոշտուկը գորտնուկի հետ եւ այդ դեպքում առաջարկում են լազերոթերապիա։ Ցանկացած կոշտուկ լուծելու համար պետք է նախ եւ առաջ պարզենք պատճառը, որովհետեւ եթե ունենք ոտնաթաթի դեֆորմացիաներ, խորհուրդ ենք տալիս կրել անհատական պատրաստման ներդիրներ։ Եթե ունենք միջմատային հատվածում ցավոտ կոշտուկներ, այդ դեպքում բացի հեռացումից նաև միջմատային հատվածի սիլիկոնե ներդիրներ ենք խորհուրդ տալիս կրել։ Իսկ եթե ունենք համապատասխան ճնշվածություն կամ ճնշվածություն, որը անհարմար կոշիկի կամ բարձրակրունկի դեպքում է, ապա խորհուրդ ենք տալիս փոխել կոշիկները։ Եթե պատճառը չի վերացվում, ապա կոշտուկները ունեն կրկնվելու հակում։ Տնային պայմաններում չի կարելի կատարել կոշտուկների հեռացում, կտրվածք եւ այլն, քանի որ դրանք կարող են բարդանալ այլ երկրորդային վարակներով եւ հատկապես շաքարային դիաբետի դեպքում ես ունեցել եմ օրինակ պացիենտ, ով դիմել է շաքարային դիաբետով, արդեն բարդացած իսկ փթաթով, քանի որ ունեցել է կոշտուկ եւ անհամապատասխան միջամտությունների արդյունքում ունեցել է վարակ։
Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ։ Կհանդիպենք։